Բարև ձեզ սիրելիներ։ Այսօր միասին կուսումնասիրենք Հռութի գրքի 3-րդ եւ 4-րդ գլուխները, որտեղ տեսնում ենք փրկագնման գեղեցիկ պատկերը եւ Մեսիայի տոհմաբանության կարևոր օղակներից մեկը։ 3-րդ գլուխը Նոեմին հասկանում է, որ բոսը կարող է լինել իրենց ազատագնող ազգականը եւ խորհուրդ է տալիս Հռութին գնալ նրա մոտ։ Գիշերը Հռութը գնում է կալը եւ նստում բոսի ոտքերի մոտ։ Երբ բոսը արտանում է, Հռութն ասում է. տարածիր քո հանդերձի փեշը քո աղինի վրա, որովհետև դու ազատագնող ազգականն ես։ Սա ամուսնության առաջարկ չէր միայն, սա օգնության, պաշտպանության եւ փրկագնման խնդրանք էր։ Բոսը խոստանում է անել ամեն ինչ, որպեսզի փրկագնի նրանց ժառանգությունը։ Որտեղ ենք տեսնում Հիսուս Քրիստոսին։ Հռութը գալիս է բոսի մոտ դատարկ ձեռքերով։ Նա չի պահանջում, նա վստահում է բոսի ողորմածությանը։ Սա գեղեցիկ պատկեր է այն մասին, թե ինչպես մենք էլ գալիս ենք Հիսուսի մոտ։ Մենք չենք գալիս մեր արժանինքներով, մենք գալիս ենք շնորհ խնդրելով, եւ Հիսուսը երբեք չի մերժում իր մոտ եկող մարդուն։ Հովհաննեսի 6:37-ում նա ասում է. ով ինձ մոտ գա, ես նրան դուրս չեմ հանի։ Ինչպես բոսը ծածկեց Հռութին իր հանդերձով, այնպես էլ Հիսուսը ծածկում է մեզ իր արդարությամբ։ 4 գրքում տեսնում ենք բոսը գնում է քաղաքի դարպասի մոտ եւ օրինական ճանապարհով փրկագնում է Նոեմի կորցրած ժառանգությունը։ Նա նաեւ ամուսնանում է Հռութի հետ, այն ինչ թվում էր կորած, վերականգնվում է, այնինչ թվում էր ավարտված, վերածնվում է նոր սկզբից։ Հետագայում Հռութն ու բոսը որդի են ունենում Օվեդին։ Օվեդը դառնում է Հեսեի հայրը, իսկ Հեսեն Դավիթ թագավորի հայրը։ Այսպիսով Հռութը մոտենում է Հիսուսի տոհմաբանության մեջ, որտեղ տեսնում ենք Հիսուս Քրիստոսին։ Բոսը Հիսուս Քրիստոսի ամենագեղեցիկ նախապատկերներից մեկն է 5 կտակարանում։ Նա ուներ իրավունք փրկագնելու, նա ուներ հնարավորությունը փրկագնելու, եւ ամենակարևորը նա ցանկացավ փրկագնել։ Նույն կերպ Հիսուսը ուներ իշխանություն փրկելու մեզ, բայց դրա համար նա վճարեց ամենաբարձր գինը իր կյանքը խաչի վրա։ Մարկոս 10:45-ում գրված է. մարդու որդին եկավ իր անձը շատերի փոխարեն փրկագին տալու։ Բոսը վճարեց հողի գինը, Հիսուսը վճարեց մարդկության փրկության գինը։ Հռութը մի մովաբացի կին դարձավ Դավիթի եւ վերջապես Հիսուս Քրիստոսի երկրային տոհմաբանության մի մասը։ Սա մեզ ցույց է տալիս, որ Աստծո շնորհը հասանելի է բոլոր ազգերին։ Մեր կյանքի կիրառությունը կլինի նա, որ Հռութի գիրքը մեզ հիշեցնի, որ Աստված երբեք չի մոռանում իրեն վստահող մարդկանց։ Գուցե այսօր ձեր կյանքում կան կորուստներ, անորոշություն կամ փակ դռներ, բայց ինչպես Աստված Հռութի եւ Նոեմի վիշտը վերածեց օրհնության, այնպես էլ կարող է վերականգնել ձեր կյանքը։ Հիսուսը մեր ճշմարիտ փրկագնողն է։ Նա ոչ միայն ներում է մեր մեղքերը, այլ նա վերադարձնում է այն հույսը, որ աշխարհը չի կարող տալ։ Նրա ձեռքում ոչ մի պատմություն վերջացած չի։ Աղոթենք սիրելիներ։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք, որ դու մեզ ազատագնողն ես։ Շնորհակալ ենք, որ դու վճարեցիր մեր փրկության գինը խաչի վրա, քո սուրբ այրունով։ Օգնիր մեզ միշտ ապավինել քո շնորհին եւ վստահել քո ծրագրին, նույնիսկ այն ժամանակ, երբ չենք հասկանում մեր կյանքի ընթացքը։ Շնորհակալ ենք, որ դու կարող ես վերականգնել այն, ինչ թվում է կորած եւ նոր սկիզբ տալ այնտեղ, որտեղ մենք վերջն ենք տեսնում։ Թող մեր կյանքը փառավորի քեզ եւ վկայի քո հավատարմության մասին։ Ամեն։ Սիրելիներ, շնորհակալ ենք, որ հետևում եք։ Մենք ավարտեցինք Հռութի գիրքը, թող Աստված օրհնի ձեզ, կիսվեք մեկնաբանություններում ձեր կարծիքները եւ Աստծո կամքով կհանդիպենք վաղը առաջի թագավորած գլխում։ Աստված օրհնի քեզ եւ քո տունը։ Ամեն։